Հայերենի համար սեղ 1-1 Դու շատ վտանգավոր հարցեր ես տալիս Սովորել եմ ոչ ասել Բարև ձեզ, դուք դիտում եք Viva podcast-ը եւ որպեսզի հասկանաք ինչ է կատարվելու այսօր այստեղ, ասեմ, որ այս տարի Viva-ն դառնում է 20 տարեկան, ինչը ուղիղ 2 անգամ ավելի շատ է, քան 10 տարեկան է, ինչը շատ հավես բան է։ Եվ այդ առիթով մենք այստեղ հրավիրել ենք մեզ մոտ Viva-ի պաշտոնական եւ ներքին ձայնը։ Գոհար Հայրապետյանն է մեզ հետ։ Գոհար, որ լեզվով ենք խոսելու այսօր։ Հայերենի համար սեղ 1-1 Սեղմեցինք։ Իսկ ինչ ես ասում, եթե օպերատորները զբաղված են, բայց իրանք ուզում են, որ մենք զգանք, որ մեկը Viva-ն մեզ սիրում է, չնայած նրա, որ դպված ենք մի քանի վայրկյան սպասել։ Ես շատ ջերմ, իմ ողջ սերը, իմ ողջ էմպաթիան հասկանալով դրության մեջ մտնելով այդ մարդկանց, ասում եմ շատ մեղմիկ ձայնով հետևյալ տեքստը։ Այս պահին բոլոր օպերատորները զբաղված են։ Խնդրում ենք մնալ կապի մեջ։ Ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար։ Ու ես ամեն անգամ զգում եմ, որ իրոք սրտացավություն կա այդ ձայնի մեջ, դրա համար համբերատար սպասում եմ ինչքան որ պետք է։ Գոհար ջան, պատմի մեզ ամեն ինչ։ Պաստորեն քանի տարի է Viva-ի ձայնն ես։ Արդեն 17 տարի, 17 բայց տարի։ քանի որ ես թվերի հետ ես դիսկալկուլիա ունեմ, ինձ ծանոթ մարդիկ գիտեն, որ ես թվերը միշտ շփոթում եմ, կարող եմ հսկայական տեքստեր անգիր ասել, բայց թվերի դեպքում ես խառնվում եմ ու ինչպես եմ հիշում, որ Viva-ում ինչքան Խաչիկներ ես, ամեն տարի մի հատ խաչիկ ես ավրել։ Խնդիրն այն է, որ ես այդ ժամանակ հղի էի, սպասում էի իմ աղջկան, երբ Viva-ից կապվեցին ինձ հետ, առաջարկեցին, որ դառնամ IVR, հայերեն, ռուսերեն, ու հիմա քանի որ աղջիկս 16 տարեկան է, ես դրան գումարում եմ 1 տարի, 17 տարի, այդպես եմ հաշվում աղջկաս տարիքով։ Մի րոպե, այսինքն այդ ձայնը կարդալուց հղիր։ Այո։ Այսինքն երկու հոգու անունից է իր կարդում այդ ձայնը։ Շատ լավ է, դրա համար շատ նուրբ է ստացվել։ Եվ ոնց ստացվեց համագործակցությունը, ոնց հայտնվեցիր Viva-ում։ Viva-ն քո կյանքում։ Դե այդ ժամանակ ես նաև ռուսերեն լուրեր էի վարում ու այդ փնտրում էին բիլինգ օպերատորները փնտրում էին բիլինգ մասնագետ, որը կխոսի նույն հաջողությամբ հայերեն եւ ռուսերեն ու այդպես գտել էին ինձ, հանդիպեցինք, առաջարկեցին, ես շատ ողջավորվեցի, իսկապես ինձ հետաքրքիր աշխատանք էր, արդեն տևական ժամանակ է մեր համագործակցությունը, արդեն 17 տարի կա։ Շատերը ճանաչում են, թե վերջերս եմ սկսել դրա մասին բարձրաձայնել, բայց տրիգերը եղավ այն, որ մի անգամ տաքսիով գնում էի ու տաքսու վարորդը զանգահարեց բարձրախոսի վրա, քանի որ ղեկին էր, ինչ որ մեկին էր զանգահարում, բաժանորդը ես ինքս իմ ձայնով ասացի, որ բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուր, ու այս վարորդը նյարդայնացած, ես տաքսու հետևում նստած եմ, հայկական կրեատիվությամբ բոլոր հնարավոր հայոյանքները տվեց։ Այդտեղ իմ ծիծաղի արկի եկավ, ասացի, որ գիտեք բաժանորդը ամեն ինչ լսում է, ֆիքսում է, այդ նույն ձանով sense վախեցած ֆրանսիաց։ Ու այդպես որոշեցի երևի պետքա բարձրաձայնել, որ մարդիկ գոնե հասցեական իմանան ում են շնորհակալություն հայտնում կամ ում վրա են բարկանում, երբ խնդրում են սпасել ու փոքր համբերատար լինել։ Ինձ թվում է այսօրվա հաղորդումից էլ ահագին մարդու աչք կբացվի, որովհետև սինխրոնացնել պատկերը եւ ձայնը, եթե չգիտես ում ձայնն է, միշտ չի որ հեշտ է։ Բայց նենց որ իմացեք, այդ ձայնը, որ ձեզ հորդորում է լինել համբերատար, որը փորձում է չվնասել ձեր զգացմունքները, հեսա Գոհարնա։ Գոհար ջան, իսկ էլի ճիշտ ասած մասամբ պատասխանեցել ուզում եմ իմանալ ինչ է այդ տիպի պատմություններ են եղել, որ մարդիկ ինչ որ զգան, որ այդ քո ձայնը շատ հաճախ է լինում, որ մարդիկ տեղն են բերում, ինչ որ մի վարքան, ինչ որ ծանոթ ձայն է, բայց չեմ կարողանում ջոկել որտեղից ու մեկ էլ բարձվում է։ Ահա իհարկե շատ է լինում, դա բայց նաև հիմնականում այն դեպքում է լինում, երբ ես խոսում եմ այդ հատուկ դրված ձայնով, դա գիտես իբրև հաղորդավար, մենք ունենք երկու ձայն, կենցաղային ձայնը, որը ավելի սովորական ձայն է, կոկորթային, այսպես ասած ձայնը։ Հիմա որ ձայնով ես խոսում։ Ես հիմա խոսում եմ արդեն դրված ձայնով, բայց ես կարող եմ խոսել նաև այսպես, ոչ դրված ձայնով։ Ոնց է Սերգեյ ջան, լավ ես, բայց կարող եմ խոսել նաև այսպես, Սերգեյ ջան, ոնց ես, լավ ես, գործերը լավ է, հարմար է։ Դա արդեն այս կրծքային ստոծանից դրված ձայն է։ Կոկորթային ձայնը տարբերվում է
ինքը ավելի բարձր նոտաների վրա է, երբ խոսում ենք։ Ու հիմնականում կյանքում մենք չենք կարող մշտապես այդ ստոծանիով խորքային ձայնով խոսել, ենթադրենք, չգիտեմ, կամ ինչ-որ մեկ այդ աղջկադ հետ կռիվ ես ամ, չես կարող ասել կամ ինչ ամուսնու հետ մնա կապի մեջ քո բողոքը շատ կարևոր է մեզ։ Քո բողոքը շատ կարևոր, դու ինչ-որ երբ ես սկսում եմ գործի բերումով կամ եթերում խոսում եմ արդեն այդ հիմնական իմ դրված պաշտոնական ձայնով, այդ ժամանակ շատ են ճանաչում, ասում են՝ «Վայ, դուք Viva-ի ձայն եք, վայ, մենք ճանաչեցինք ձեզ ձայնից», շատ է հաճախ է այդպես պատահում, ու մի անգամ աղջիկս էր շատ զարմացել, նաև զանգահարել էր, չգիտեմ, ասեց Մամա, էս քո ձայնն է, ինքը տենց երբեք չի հետաքրքրվել իմ կարիերայով, իմ աշխատանքով, միայն վերջերս է հասկացել, որ մայրիկը հաղորդավար է ձայն, Viva-ի ձայնը այդպես զանգեց, մամա, նենց նման է քո ձայնը, ասում, բալիկ ջան, լավ լուր ունեմ քեզ համար, դա իսկապես ես եմ։ Ու ծիծաղալու պատմությունների շարքից, երբ ես երբեք առաջին անգամ երբ համագործակցությունը սկսվեց, այդ մի ամսվա շրջանում չէի լսել, առիթ չէր եղել որևէ մեկին, որ զանգահարի անհասանելի լիներ, ու զանգահարում եմ նկարիչ, լուսանկարիչ Վիգեն Մնոյանին, ու ինքս իմ ձայնով ասում եմ, որ բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ, ասում Ის ինչ ծանոթ ձայն է, ის ինչ ծանոթ։ Ու հետո հասկացա, որ դա ես եմ, որտեղ դա այդ նոր շրջան էր, 1 ամիս էր, թե 2 ամիս էր, ու ես դեռ չէի ասոցացնում այդ իմ ձայնը Viva-ի բաժանորդուի այդ պաշտոնական IVR-ի ձայնի հետ։ Իսկ պատկերացնում եք, որ 17 տարի մնալու է քո ձայնը, ու այդքան երկար է տևելու ձեր այս սրավեպը ձայնային։ Անկեղծ ասած ես երբեք ապագայի մասին երկար չեմ մտածում, որովհետև կյանքը փորձը ցույց է տվել, որ երկարաժամկետ պլանները ամբողջ աշխարհում կարող են խափանվել։ Ես միշտ ապրում եմ այս պահի դրությամբ, այսօրվա, անցյալի մասին չեմ զղջում, չեմ ափսոսում ու ապագայի վերաբերյալ երկարաժամկետ պլաններ չեմ կառուցում։ Երբեք չէի մտածում, որ այդքան երկար կլինի, բայց իսկապես ուրախ եմ, որ այդ համագործակցությունը Վատ բան չես արել, հենց ինչքան երկար է։ Ես նկատեմ, ես չէի մտածում, որ այդքան երկար, նախ չեմ մտածում, որ այդքան երկար կապրեմ։ Սկսենք այդտեղից։ Բայց Լեսի, հա, փաստորեն 17 տարի այդ ինչքան էր, դա մի տարեկան էր, երբ ձայնագրվեցիր, հիմա 17 տարի անց ու տենց։ Չէ, հիմա ես 48 տարեկան եմ։ Okay, սա մենք կկտրենք։ Չէ, խնդրում չկտրեք, որովհետև ես հպարտանում եմ իմ տարիքով։ Դե ուրեմն ես էլ coming out-ն եմ։ 54։ Okay, ամեն դեպքում ինչ որ ժամանակ անցել է, տարիներն անցել են, ձայնը ինքը չի փոխվում, դու զգում ես քո վրա, որ ինչ որ ուրիշ է տեմբրը կամ ինչ որ բան ժամանակ հիմա ուրիշ է։ Կարող է պետք է թարմացնել մի հատ։ Դու շատ վտանգավոր հարցեր ես տալիս։ Թարմացնել ձայնը, թե Չէ, մի հատ բանը ձայնագրությունները, մի հատ էլ մենք բարբերաբար IVR-ը բարբերաբար թարմացնում է ձայնագրությունները, նոր ծառայություններ են իր հայտ գալիս, նոր ընկերությունը զարգացնում է, ընդլայնում է իր ծառայությունների ցանկը ու դա մի անգամով չի սահմանափակվում, որ դու մի անգամ կարդացիր կամ գնացիր ու վերջ։ Ամեն անգամ նոր ծառայություններ են գալիս, ամեն անգամ անհրաժեշտություններ լինում գնալ, դրանք թարմացնել, նաև հետադարձ այսպես ռետրոսպեկտիվ վերադառնում ենք հին ձայնագրություններին, դրանք նորից ենք թարմացվում, այսինքն դա ոնց որ գիտես դու նմանացրեցի ինչ որ այնտեղ բան կա, չէ, որ ասում է ձեր հաշվեկսորին մնացել է այսքան գումար ու մի անգամ մի հոգի ինձ մոտեցավ ասաց Դուք ասում եք անընդհատ այնտեղ նստած նայում եք իմ հաշվին ինչքան է մնում ասում եք ու ծիծաղեք ասում չէ ես պարզապես այդ թվերը կարդացել եմ բոլորը ավտոմատ համակարգը միացնում է իրար ենթադրենք հաշվեկշռին 200 դրամ է մնացել ինքը 200 ես չեմ նստում այդտեղ սպասում ձեր հաշվեկշռին 200 դրամ մնա որ ես գամ կարդամ արդեն Ստեղ ահագին բան բացահայտվեց ես պատկերացնում եմ որ այդ 17 տարի անգամ Առաջ ինչ որ բան ձայնագրել եք ու վсё։ Ես հենց 3 Viva-ում, ես հենց 3 Viva-ում ձայնագրություններ էի անում, կարդում էի Viva-ի վերջին թարմացումները, նորությունները, նաև պարտատոմսերի մասին էի կարդում, որ Viva-ն թողարկել է պարտատոմսեր ու դրա մասին է ինֆորմացիա տալիս, այսինքն ցանկացած նոր ինֆորմացիա, որը տեղի է ունենում ընկերությունում, դա թարմացվում է նաև անմիջապես IVR-ի տեսքով համապատասխան բոլոր ինստանցիաները անցնելով։ Հա, փաստորեն մոնտաժում է, սատենիկն է մոնտաժում ինքնասիրելի։ Ամեն ինչ ասեց։ Իսկ մի հատ sense
սինդրոմ ասեմ, թե երևույթ կա, որ մարդը իր ձայնը լսելիս ներվայնանում է, մանավանդ եթե տեսանկարված է, ինչ որ վիդեոյի մեջ է, հարցազրույցերի մեջ է, դու որ քո ձայնը լսում ես, ինչ ես զգում։ Ես արդեն սովորել եմ իմ ձայնին, իհարկե այն չդրված ձայնը ինձ նյարդայնացնում էր, բայց առհասարակ մարդիկ նյարդայնանում են ձայնից ինչու համար, որովհետև ձայնը մենք ընկալում ենք նաև մեր ոսկորների վիբրացիայով։ Երբ ես ու դու խոսում ենք, այո, դու երբ կենթանի ինձ հետ խոսում ես, դու նաև այդ ոսկորների վիբրացիայով ու ականջի այդ ամբողջ թաղանթի միջոցով անցնում, դրա համար դու ձայնը ավելի քեզ ընկալելի է լինում։ Երբ դա զապիս է լինում, ձայնագրվում է, այդ վիբրացիան դուրս է գալիս միջից։ Դրա համար մարդկանց թվում է, թե իրենց ձայնը արհեստական է, բայց իրենց ձայնը հնչում է այնպես, ինչպես դիմացինը լսում է։ Այդ իր համար է, ինքը երբ դու խոսում ես, քո մարմնի միջով sense դրր անցնում է, դու դա ես լսում։ Իսկ արդեն զտած ձայնը, ֆիլտրած, ձայնագրած ձայնը դա հանում է, բայց դիմացինը քեզ լսում է այդպես։ Դե ես ենթադրում եմ, որ ներսից ինչ որ լսում եմ, մի քիչ կողմնակալ եմ ես իմ ձայնը լսում, բայց հա, բայց դիմացին էլ հաճախ նաև այդ վիբրացիաներն է լսում, այսինքն ավելի մոտ է բնականին։ Դրա համար է տարբերվում, մենք այլ ձև ենք ընկալում, որովհետև հենց այդ ոսկրային հատվածն է դուրս գալիս։ Դու ինչ որտեղ սովորել ես, ինչ որ տես, հələ մի քիչ պատմի, որտեղ ես ամեն ինչ սովորել Ես բեմական խոսք, բեմական ձայն, ես սովորել եմ Սուսաննա Ալեքսանյանի մոտ, դա տարիներ առաջ էր ու հատուկ գնացել եմ այդպիսի ձայն դնելու համար ու դրանից հետո բնական է տարիներ են անցել, ես հղկել եմ, ինքս եմ դրա վրա աշխատել, տարբեր գրականություն եմ կարդացել ու ձայնը նաև գործիք է, որ պիտի մշտապես խնամես, ինչպես նաև օպերային երգիչները, հաղորդավարները եւս պետք է խնամեն իրենց ձայնը, կան տեխնիկաներ, որոնք ձայնը ավելի մշակում են, թույլ չեն տալիս։ Ամեն ինչ ծերանում է, մեր օրգանիզմը ծերանում է ու ձայնը եւս ծերանում է։ Իհարկե մեր ձայնը եւս ծերանում է ու ինչու են բայց այդ լավ է, ինձ թվում է մեկ-մեկ։ Լավ է, եթե դու ոլորտում չես աշխատում, բայց եթե դու ոլորտում ես աշխատում, չես լսել, որ ասում են, նենց երիտասարդ ձայն ուներ հեռախոսով, բայց հանդիպեցինք, պարզվեց մեծ տարիքով մարդ է, բայց իր ձայնը երիտասարդ է մնացել, որովհետև կան մարդիկ, որոնք գենետիկորեն կարողանում են իրենց ձայնը այդպես երիտասարդ է մնում, ու կան մարդիկ, որոնք զբաղվում են դրանով, այսինքն ծխելը, խմելը, սուրճ այդ ամեն ինչը ազդում է ձայնի վրա, ձայնալարերը ծերանում են, մաշվում են ու հաճախ այդ խնդիրները մասնագիտական ունեն ուսուցիչները ու օպերային երգիչները, դերասանները, որ այդ ձայնալարերի մաշվածությունը։ Դե որոշ խրպոտություն մեկ-մեկ հաճելի է ձայնի մեջ։ Ոնց որ Լուի Արմստրոնգը եթե տենց ձայնի խնդիր չունենար, դանակով են խփել, թե ինչ տենց իր ձայնի քաղցրությունը չէր ստանա, էլի ոնց որ եղավ։ Դե դա ձայնը ինչպես եւ մատնահետ կա առանձնահատկություններ ունի, քո առանձնահատկություններից մեկն է, եթե այդ խրպոտ ձայնը իր ամպլուան է, նու կանգնված տարբեր բրենդների համար ինչ է պետք։ Okay, 17 տարի ոնց է աշխատելը, հեշտ է Viva-ի հետ աշխատելը, ոնց է անցնում ձայնագրությունները, ստիպում են մի 10 անգամ, մի հատ սենց ասա, մի հատ նենց ասա, որովհետև մի քանի անգամ տենց մասնակցել եմ ու դա ահագին ջանքատար աշխատանք է, մեկ-մեկ ստրեսային, ոնց անցնում Viva-ի հետ։ Դե եթե 17 տարի ես համագործակցում եմ այս ընկերության հետ, ու դա նշանակում է, որ մենք համակեցության ընդհանուր եզր գտել ենք, միասին շատ լավ աշխատում ենք, բայց իհարկե ինչպես եւ ցանկացած աշխատանքային գործընթաց, process, ձայնագրությունը հատկապես բարդ process է, որը անցնում է ինստանցիաներով, հաստատվում է տեքստը, հետո ալիս է քեզ հետ, քեզ մոտ է հասնում այդ տեքստը, ու ես փորձում եմ կարդալ մի քանի տարբերակներով, որպեսզի արդեն սաթիկ ում հետ ես աշխատում եմ, որ զբաղվում է այդ ամբողջ գործընթացով ինքը ընտրության հնարավորություն էլ ունենա, որովհետև կարող է այդ պայն ես կարդամ այսպես, բայց ենթատեքստում, կոնտեքստում ինչ որ մի հաղորդագրության այլ ձայն է պետք լինում։ Ես կարդում եմ կամ ավելի զրնգուն ձայնով ու ավելի տենց կենսուրախ ձայնով մի տարբերակը դա եմ տալիս, կամ տալիս եմ ավելի պաշտոնական ձայնով, որպեսզի նա ունենա ընտրության հնարավորություն։ Ենթադրենք կարող եմ ասել բաժանորդագրվեք, ստարտափ բաժանորդասակագնային պլանին եւ ստացեք։
Կամ կարող եմ ասել շատ ավելի լավ, բաժանորդագրվեք ստարտափ սակագնային պլանին եւ ստացեք այսքան գիգաբայթ րոպեներ։ Այսինքն ես դա չգիտեմ, թե ինքը ինչ կոնտեքստում կօգտագործի, դրա համար նախապես մի քանի տարբերակ եմ առաջարկում։ Դա ես ինձ համար մշակել եմ ժամանակի ընթացքում, որպեսզի հետո ենթադրենք կարդամ այդպիսի պաշտոնական տոնով, հետո չզանգեն ասեն, գիտես Գոգ, այստեղ մի քիչ ուրիշ վարիացիա էր, պետք մի հատ էլ արի կարդամ։ Մի անգամից ինձ ապահովագրում եմ, մի քանի տարբերակով կարդում եմ։ Ես խնդրում եմ քեզ նաև, եթե դեն չի Իվան համագործակցել դահկի հետ, որտեղ վերջերս զանգերի դահկ ու էնտուզիազմի կյանքի հանդեպ սերը խամրեցնող ձայնով sense ասեցին դուք զանգել եք դահկ, եթե ինչ-որ բան է պետք ունեցել եք կապված սակնեք ստեղ, եթե ուզում եք չգիտեմ դեր հետ մի բան անել գնացեք արեք։ Ինչ ասես շատ բան առանց կենսուրակության նենց որ այդ լավ է, որ ինչքան կենսուրախը պատասխանում ձայն, այդքան ոնց որ ընդհանուր ավրան ու տրամադրվածություն այդ կազմակերպության աշխատելու լավ է։ Սերգեյ ջան, Vivan ունի նաև ծառայություն, որը մատուցում է ընկերություններին, այսինքն եթե դու ընկերություն ես, բիզնես ես ու ուզում ես, որ IVR ունենաս, զանգարեն, չգիտեմ, հաշվապահություն միանալու համար սեղ 11, նորենի կամ բողոքների համար սեղ 10, դա գալիս եւ պատվիրում են Vivan-ին եւ դա բարձր պրոֆեսիոնալ մակարդակով արվում է, իսկ ես դա կարդում եմ։ Դա մտնում է, կարող ենք հուսանք պատկան մարմինները կլսեն այս ոդքասթը եւ կարող են դիմել, ես այսպիսի էմոցիոնալ կփորձեմ դրական հույզեր փոխանցելով կարդալ, դուք զանգարել եք դահկ պատվերների համար սեղ 10 Ցավը կեսոտ ձայնով, չէ, ցավը տալով գալի։ ձեռքդ կբռնեմ, ցավդ կբռնեմ։ Դե, այս սետապի մի կա, դարած առայցում ունի։ Մարդիկ մեկ-մեկ սիրում են հատուկ կոբի, կա սովետական customer service-ի ձևով, որպես ինչ-որ կոպտող Ջելիզան դիլեք, ինչա պետք բանը պետք բան։ Հա, չէ, ռայլի վի իգրի խաղան։ Սովետստան։ Okay, մտածեք, դες ամերիկյան Հոլիվուդի այն չրիսչուր բարի համբուր ձևովի համար, հեյ, դուք զանգել եք մեզ, շնորհակալություն, եթե ուզում եք զեկյան կամոտը փոխվի եւ այլն։ Իսկ հայկական մունաթի համար ես մեծ փորձ ունեմ ավանդական մունաթով։ Զանգել եք, հայերեն եք, ուզում մեծ սերտնեք։ Հա, չէ։ Բիքոն քելանցով։ Այսպես։ Okay, իսկ ինչ դուրը չի գալիս Viva-ի համագործակցությունից։ Դες միրա, իրանք են խնդրել հարցնեն, երևի մի բան գիտեն։ Սպասի մտածեմ, ինչ դուրս չի գալիս։ Երևի այդ գործընթացի երկարությունը, բայց ես լավ հասկանում եմ, որ դա օբյեկտիվ պատճառ ունի, որ ենթադրեք ինչ-որ մի նախադասություն մինչև քեզ հասնում է ինստանցիաները անցնում ահագին, դա եթե դու շտապում ես մի քանի տեղ ես աշխատում, նյարդայնացնում է, բայց ես դա հասկանում եմ, որ դա իր օբյեկտիվ պատճառներ ունի։ Այսինքն դա չի կարող մի հոգի չի, դա մի ընկերություն չի, այսպես ասած մի մարդուց բաղկացած, դա հսկայական կորպորացիա է, կառույց է, որը ունի հիերարխիկ կառույց, ու դա այդ ինստանցիաներով պետք է անցնի ու դրանից է գալիս այդ բյուրոկրատիան։ Դա հասկանալի է, իբրև գիտակից մարդ, աշխատակից ես հասկանում եմ, բայց իբրև անհատ ով շտապում է, 1000 հատ գործ ունի։ Մի պատմություն եմ պատմել, որտեղ կարծեմ Վրաստանից պետքա գայիր, որ ինչ-որ բան զայնագրեիր ու եկար վերջի րոպեին, չգիտեմ, heavy եւ այլն ճամպրուկներով։ Հետո Գիտեցիք բան, հետո պարզվեց ինչ-որ բան տեխնիկապես չի աշխատել ու չի ձայնաբերվել ու այդտենց է ամբողջ աշխարհ շուրդալը։ Հա, ես այդ ճամպրուկներով Սադախլոյից հետ եկա։ Ահա, հետո պետք է գնայր։ Ես գնացել եմ, հետո նորից հետ եմ եկել։ Հա, այդպիսի տարբեր պատմություններ են եղել իհարկե, ոչ միշտ դրական պատմություններ, ցավոտ պատմություններ եւս եղել են անձամբ ինձ հետ կապված։ Չգիտեմ, սա կպահեն, թե չեն պահի, որքանով է սա եթերային, բայց երևի պատմեմ։ Քեզ հետաքրքրեց։ Դե ես նաև Vivan Ղարաբաղ Տելեկոմներ, ես եւս կարդում Ղարաբաղ Տելեկոմի ամբողջ IVR-ը, ու երբ 2020 թվականին ամուսինս որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ, ինքը այդպես ծրագրավորող է, որոշեց, որ պետք է գնա, թողեց աշխատանքը, գնաց կամավոր, դա ես աշխատում է ամբողջ օրը եթերում է, ու երբ ես զանգահարում եմ իրեն ու ինքս իմ ձայնով պատասխանում եմ, որ բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է, որտեվ չկար, այդտեղ չէր բռնում կապը ռազմաճակատում,
այնքան ցավոտ էր, որ ես ամեն անգամ հեռախոսս ինձ շպրտում էի պատին։ Բաժանորդն անհասանելի է, ու դու քո ամուսնուց տեղեկություն չունես։ Թերևս իմ ամենա տենց վատ հիշողություններից է։ Սմանավատ սիմվոլիզմը բարձրացնում է ստանալսը։ Ընդհանուր կյանքի վրա ինչ-որ ձևով անդրադառնում աբիվայցանի դիզայնը ինչքանով է դա քո կյանքի մասը, որտեղ ես պատկերացնում եմ, եթե այդպես մի ամբողջ երկրի բոլոր քաղաքացիները օրական ոնց է առնչվում է ձայնի հետ, դա երևի անընդհատ հայտնվող թեմա պետք է լինի քո կյանքում, ճիշտ է։ Ես ասեմ, որ ես չարաշահում եմ անձնական նպատակներով իմ ձայնը, երբ ես ինչ-որ խնդիր պետք է լուծեմ, ես զանգահարում եմ հեռախոսով ու այդ իմ Viva-ի դրված ձայնով ասում եմ բարև ձեզ։ Ես այսպեսի խնդրով եմ դիմել, այստեղ զգաստանում եմ, որովհետև ենթագիտակցորեն ծանոթ ձայնը շատ մի պաշտոնական վտանգ սպառնացող, մտածում շատ մի պաշտոնական վտանգ սպառնացող, այն ասում է թուք ու մուր խմբագրությունից այսպեսի մի հատ ձայն, ասում են, հա, լսում ենք ձեզ, ու չգիտեմ, անմիջապես բոլոր խնդիրները լուծվում են հեռախոսով։ Անկամ իսկ երբ ներկայանում ես կամ ասում ես, որ հաղորդավար ես, մենք հիշեցինք, ճիշտ է, ես էլ ասեմ այս ձայնը որտեղից հիշեցի։ Պես անձնական նպատակներով չարաշահում եմ, պաշտոնական ձայնով եմ խոսում։ Լավ նպատակների համար ես օքեյ։ Ես որպես կանոն լավ նպատակների համար եմ իմ ընկերներին շատ հետաքրքիր մի բան կա ինձ մոտ, որ ես ինձ համար միշտ ամաչում եմ ինչ-որ բան խնդրել, բայց ուրիշների համար առանց ամաչելու տատիկիս ասած այն, որ հետևի կաշին քաշում են դեմքին, գնում են ուզում են, ես ուրիշների համար կարողանում եմ ուզել, ցանկացած ուրիշի, բայց ինձ համար ես մի տեսակ ամաչում եմ խնդրել։ Շատ վատ եմ, ընդ որում եթե ինձ անձնական խնդրանքով մերժեն, ես դա ծանր կտանեմ, բայց եթե ինչ-որ մեկի համար խնդրել եմ ու ինձ մերժել են, բացարձակ ծանր չեմ տանում, չեմ կոմպլեքսավորվում, ընդհակառակը դա որպես մարտահրավեր եմ ընդունում ու գնում եմ։ Ես մի խոսք ունեմ, որ ասում եմ լրագրողը պետք է խրիկներից կարողանա բռնել ու խրիկներից բռնում ասում եմ ոնց դուք չեք պատրաստվում այս հարցը լուծել, այս մանկապարտեզի կամ այս երեխայի կամ այս ծառի։ Ոնց է զանակաբեցի ճո։ Էդ էլ լուծի։ Անդերտես ինչի՞ այդ ճո։ Լավ, այդ ընթացքում։ Դա ուրիշ խնդիր է, այդտեղ մի հոգու անձնական խնդիր է։ Դու նկատի ունես այն ճանապարհը, որ հյուսիս-հարավը։ Այդ էլ գիտեմ, բայց չէ, այն ծիծեռնագաբրոտ տեսոճում որ կա, դալմայի մոտալո, ունդեր որ կեսը փլվելա։ Ես նոր եմ վերադարձել։ 2 տարի Հայաստանում չէի։ Դրա համար ես վերջին քարու քանդներից տեղյակ չեմ։ Okay, ես ընթացքում սակ, պատմենք։ Ու լուծումները կոբրայք ֆոնը։ Okay, որը լավագույն խորհուրդ է եղել, որը քեզ տվել են։ Լավ խորհուրդ։ Հա, որ կոբրաստել անտենց։ Ինձ լավագույն խորհուրդ տվել են երբեք խորհուրդ չտալ, մինչև քեզնից դա չխնդրեն։ Մինչև չպաղատեն, որ դու իրենց խորհուրդ տաս, որովհետև փորձը ցույց է տվել, որ դու խորհուրդը տալիս ես, նրանք եթե հետևում են չեն հաջողում, վատամարդ ես լինում, եթե չեն հետևում խորհրդին, դու անիմաստ ժամանակ ես ծախսում, բայց դու իրենց ամեն անգամ հիշեցում ես լինում, որ տես ես քեզ խորհուրդ տվեցի, դու չհետևեցիր, գնացիր ոտքդ քարին կպավ։ Մի խոսքով պետք է իրեն գան, քեզ խնդրեն, որ դու այդ խորհուրդը տաս իրենց։ Ամենաանշնորհակալ գործն է, ու երկրորդը ոչ ասելը։ Դա ամենաբարդ բանն է, բայց դա շատ հեշտացնում է քո կյանքը։ Ես շատ դժվար եմ եկել դրան։ Ես ասում եմ մոտ կես դար է ապրում եմ, բայց վերջերս եմ եկել դրան, որ սովորել եմ ոչ ասել, որտեվ ես միշտ պարտավորված եմ զգացել ինձ ու համարել եմ, որ եթե կյանքը քեզ ինչ-որ մի բան տալիս է, դու պարտավոր ես դա կիսվել։ Առ այսօր էլ ես դա այդպես եմ համարում։ Դու պարտավոր ես կիսվել։ Տիեզերքը այդպիսի օրենք ունի։ Եթե դու ոչինչ չես տալիս, չես վերադարձնում քո ստացածի 10% գոնե դու չես վերադարձնում հանրությանը, մարդկանց, տիեզերքին, հետո դու դա չես ստանում։ Դա իսկապես այդպես է։ Ուղղակի հիմա ես սովորել եմ ավելի արժանի մարդկանց դա տալ, առաջ շատ է այսպես ինձ վատնում, բոլորի հարցերով վազում էի, բոլորին օգնում էի ու ինձ պարտական է զգում։ Հիմա էլ եմ գտնում, որ դու պարտական ես։ Եթե դու ինչ-որ մի բանի հասել ես, դու դրան հասել ես նաև այդ մարդկանց, որոնք քեզ վստահել են, որ քեզ կամ հավատում են, սիրում են, քո հետևորդներն են։ Դու նաև իրենց պարտավոր ես վերադարձնել դա։ Թեկուզ 10%-ի տեսքով, բայց դու պարտավոր ես վերադարձնել
հասնել։ Այս երկուսի բալանսը գտնելը շատ դժվար է, որ դու ոչ վատնես քեզ, ոչ քո անձնական սահմանները շատ խախտես, բայց կարողանաս նաև շնորհակալ լինել այն տվածի համար, որ կյանքը քեզ տվել է։ Կյանքը այնքան հետաքրքիր բան է, իմ կյանքում շատ է եղել, երբ ինչ-որ մի բան ինձ տալիս է, ինչ-որ մի բան, տիեզերքը առհասարակ այդպես է, եթե քեզ տալիս է ու դու չես վերցնում, հետո ինքը նաև նեղանում է քեզնից, չի տալիս։ Դրա համար ես իմ բոլոր երիտասարդ գոլեգաներին ասում եմ, եթե ինչ-որ շանս են ձեզ տվել, դուք դա անպայման օգտագործեք։ Կստացվի, չի ստացվի, դա երկրորդական է, բայց դուք օգտագործեք, որովհետև եթե դա չես օգտագործում, տիեզերքն ասում է, բայց չէ՞ որ ես քեզ դա տվել եմ, թող ձախողես, գուցե տիեզերքի դասնել, դա էր, որ դու ձախողես այդ շանսը, որ ինչ-որ բան սովորես դրանից։ Պարտադիր չէ, որ բոլոր շանսերը հաջող են, դու պետք է նաև ձախողես։ Ես հասել եմ ամեն ինչի, նրան ինչ այս վիճակին հասել եմ, նաև իմ սխալների շնորհիվ, որ իմ սխալներն եմ արել, անձնական, բարձրացել եմ այդ սխալների վրայով։ Չեմ ափսոսում, որ արել եմ, որովհետև չլինեին դրանք, ես այսպեսին չէի լինի, կարող է ուրիշ ձև լինեի։ Լսի, ես ինձ մի քիչ մերկես կացում ախնացա, որովհետև ես միշտ այդքան զգացում եմ, եթե տեզերքը ինչ-որ բան ստվել է, փոց, համջուրգանքի, մասնագիտական պետք է կիսվել դրանով։ Ու դրա համար ես միշտ դասավանդել եմ, բացի ցանկացած ուրիշ աշխատանքից, ու մի քանի տարի չեմ դասավանդում, մերկի բանը կա, որ պետք է ինչ-որ ձև համայնքում տեղակայցնել։ Այո։ Ուղղակի դրանից ստուդիը շատ դժվար է։ Ամեն մեկը վերադարձնելու իր ձևն է գտնում։ Օրինակ ես երբեք սոցիալական նախագծերի համար, երբ ինձ խնդրում են մասնակցել, գումար չեմ վերցնում կամ չեմ մերժում։ Եթե ինչ-որ կարևոր սոցիալական նախագիծ է, որ հանրությանը օգուտ է տալու, ես անմիջապես ասում եմ այո, ես դա կանեմ առանց որևէ գումար, հասարակական հիմունքներով, եթե կարող եմ, ես դա պետք է անեմ։ Դա իմ վերադարձնելու ձևն է։ Մենք ունենք ավանդույթ Viva podcast-ում խնդրել ենք ինչ-որ մի գիրք խորհուրդ տալ, որ մարդիկ միջավ լեռնել մի անգամ կարդան։ Ապարանջ ինչ-որ թարմ բան դրայլուն բան։ Ես շատ եմ սիրում իմ սիրած հեղինակներից մեկը Նաբոկովն է։ Ցավոք ամբողջ աշխարհում հայ հանրությանը նաև եւս ինքը հայտնի է իբրև Լոլիտայի սկանդալային գրքի հեղինակ, բայց Նաբոկովը եզակի գրող է, որ պարզապես այսպես բարերի ջանյակներ է հյուսում ու իր ամբողջ ստեղծագործություններում Նաբոկովի ստեղծագործություններում դա երգ է, ձոն է կորսված մանկությանը, որովհետև եզակի մանկություն է եղել, մեծահարուստի տղա է եղել, անձնական գուվերնանտ կանայ չգիտեմ վերելակներով, ձիերով, այսպիսի շատ այսպես կրթված հին արիստոկրատ ռուսական ընտանիքից է եղել ու անպայման կարդացեք Другие берега, օտարափեր։ Դա ես համարում եմ Նաբոկովի լավագույն ստեղծագործություններից մեկը ու ձոն է մանկությանը։ Այդ ամբողջ կարմիր թելով անցնում է այդ կորսված մանկությունը, կորսված դրախտ, որը մենք հաճախ ես երիտասարդներն եմ խորհուրդ տալիս դա կարդալ, որովհետև չեն գնահատում։ Մեծանում են, հետո են գնահատում։ Այ եթե փոքր տարիքում փորձեն կարդալ, գուցե իրենք հասկանան ինչ լավ բան է։ Շտապում է մեծանալ, չգիտեմ ուր են շտապում, բայց եթե կարդան, կարծում եմ իրենք ավելի adekvat կսկսեն ընկալել այդ ժամանակը։ Մի հետաքրքիր բան էլ ես հիշեցի Նաբոկովի հետ կապված, մանկությունը բան կարևորելու պահը որ ասացիր, ինքը թարգմանել նաև երեխեքի համար Ալիսան հրաշքների աշխարհում, բայց շատ յուրովի էր թարգմանել ու այն ժամանակ առաջի թարգմանությունը ընդհանրապես Ռուսաստանում կոչվում էր Սոնյա в царстве дива։ Ինչքան տարօրինակ է, չէ՞, ինչու՞, բայց ինքը դες մաքսիմալ ռուսիֆիկացրել էր, որ տենց լրիվ Սոնյա, Սոնիչկա, դες բան царство дива։ Մի խոսքով, այո, գնանք նաև օտարափերը ուսումնասիրենք եւ վերջին հարցը, քանի որ 20 ամյակն է Viva-ի, ինչ կմաղթես Viva-ին։ Թերևս լավագույնը, ինչ ես կուզեմ մաղթել, արտահայտված է այս բաժակի վրայի գրության քո շուրջը։ Շատ կարևոր սլոգան է ինձ համար, նաև մեր այսօրվա խոսակցությունից, որ պետք է վերադարձնենք։ Կարևորում եմ շատ, որ Viva-ն սոցիալական նախագծեր է իրականացնում, որովհետև յուրաքանչյուր բիզնես պետք է նաև լինի սոցիալական բաղադրիչ իր մեջ պետք է ունենա, ու այս քո շուրջը շատ կարևոր է, մենք պետք է ուշադիր լինենք մեր շրջապատի հանդեպ, ինչ է կատարվում մեր շուրջը։ Ու երբեմն ես իմ կյանքում համոզվել եմ, որ թեթև փոքր ուշադրությունը կամ մի էլեմենտ այնպես է փոխել իմ շուրջը,
ու մենք բոլորս դրա կարիք ունենք, որ մի փոքր ուշադիր լինենք, մի փոքր համբերատար, մի փոքր ավելի տոլերանտ, մի փոքր ավելի ըմբռնող լինենք մեր շրջապատի նկատմամբ։ Ու այս սպիտակով կարմիրի վրա գրված այս քո շուրջը շատ կարևոր է։ Ես ուզում եմ, որ Vivan այսպես միշտ մնա այդպիսի սոցիալական բիզնես մոդելներից մեկը, որ կարևորում է շրջապատը, շրջակա միջավայրը, հասարակական կապերը, սոցիալական նախագծերը։ Շնորհակալություն Գոհար ջան, միասին փորձենք քո շուրջը, մեր շուրջը դարձնենք ավելի լավը։ Մեզ հետ էր Գոհար Հայրապետյանը, ձայն լրագրող Մայր։